Իսկ այդ փողը, որ բերվում է Հայաստան, դա պարզ է ինչու համար է, դա ընտրակաշարք է, բաց ձևով ընտրակաշարք է տրվում այս ռեժիմին, որ նա ընտրվի հաջորդ տարի, հետո մեզ էլի այդ սուտ Եվրոթատրոնի խոստումներն են տալու, որ մենք Եվրոպայի անդամ կդառնանք, չնայած որևէ մեկ այնտեղ մեզ չի սպասում, 1000 անգամ դրա մասին խոսացել ենք, գուցե վիզայի ռեժիմը ավելի հեշտացվի, որ հայերը ավելի հեշտ փախնեն Հայաստանից եւ հետ չգան, ես երկար տարիներ աշխատել եմ իմիգրացիոն համակարգում, Միացյալ Նահանգներում շատ լավ գիտեմ սա ինչպես է աշխատում, որ Հայաստանը դատարկվի, մարդիկ ավելի մեծ հեշտությամբ այստեղից գնան եւ ադրբեջանցիները գան։ Սա ընտրակաշարք է, նրանք փորձելու են երևի նույն սցենարը, իսկապես նույն սցենարը Հայաստանում կատարել, այսինքն բոլոր ընդդիմադիրներին կամ ձերբակալել, կամ վերջի պահին փակել ընդդիմադիր կուսակցությունները, բանտարկել նրանց ղեկավարներին, թույլ չտալ, որ մարդիկ, որոնք իրենց հարմար չեն, քվեարկեն եւ այլն։ Սա լինելու է մասսայական ընտրակաշարք եւ կեղծիք հաջորդ տարի եւ Եվրոպան շատ լավ է դրան գնում է, բայց առաջի անգամ չէ, ամբողջ Աֆրիկայի կեսը Ֆրանսիան պահում է, այնտեղ շատ եւ շատ բռնապետներ կան, Ֆրանսիայի նախկին գաղութները, որտեղ Ֆրանսիան սպոսավորում է այս բռնապետներին, որ իր շահերը հետապնդի, օրինակ էժան ռեսուրսներ ստանա այդ երկրներից։ Դա նորմալ է, ցավոք սերտ։